Առանց որևէ հիմքի նա մարդուն ձերբակալում է զուտիվ քաղաքական հայացքների համար, իր դիրքորոշման համար, իրենք թիվ մեկ գաղափարը քաղաքական ընդդիմախոս լինելու համար եւ խախտելով անմեղությամբ որևէ կանխավարկած ինքը իր թիմը քպականները տարբեր կալիբրների հրապարակային զրպարտանք եւ մեղադրանք են ներկայացնում Անահիտ Թևանյանին շինչ ու քրեական գործով։ Այդ գործում ներգրաված յուրաքանչյուր ոք օրենքի առաջ պատասխանատվություն է տալու Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո։ Թող յուրաքանչյուր ոք ովքեր լծված են այս շինչ ու քրեական գործերով ոչ միայն Անահիտ Թևանյանի, այլ մյուս բանդակյալների, որոնցով լիքն է Հայաստանի բանդերը, թող հիշեն, որ իրենք պատասխան են տալու։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարությունից, բայց Հայաստանը դարձրել է մեկ շնչին բաժին եկող բանդակյալների թվով թիվ մեկ պետությունը աշխարհում։ Այստեղ ոչ ժողովրդավարություն կա, ոչ մարդու իրավունք կա, ոչ խոսքի ազատություն կա։ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության իր ոտքերը սրբում է օրենքի օրինականության սահմանադրության վրա։ Այդ մարդը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի։ Եվ մենք կարող ենք այդ իրավիճակը փոխել հունիսի 7-ին ընտրությունների գնալով։ Հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին։